Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 12։ Իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքովը, ասում է Տերը։ Երեմիա 31-րդ գլուխ 14-րդ խոսք։ Ուշադրություն դարձրեք իմ բառին, որը հանդիպում է երկու անգամ։ Իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքովը։ Աստծուց կշտացած մարդիկ համարվում են Աստծո սեփական ժողովուրդը։ Նա հաճույք է ստանում նրանցից, քանի որ նրանք հաճույք են ստանում նրանից։ Նրանք նրան իրենց Աստվածն են անվանում, իսկ նա նրանց իր ժողովուրդն է անվանում։ Նա հաճույք է ստանում նրանց ընդունելուց որպես իր բաժինը, եւ նրանք էլ շնորհակալ են նրանից որպես իրենց բաժինը։ Աստծո Իսրայելի եւ Իսրայելի Աստծո միջև կա փոխադարձ ուրախության հաղորդակցություն։ Այս մարդիկ կշտացած են, դա մեծ բան է։ Շատ քչերն են երբևէ կշտացած անկախ իրենց ճակատագրից։ Ոմանք ասես տզրուկ կուլ տված լինեն, որն անընդհատ գոռում է. «Տուր, տուր»։ Միայն սրբացված հոգիներն են կշտացած հոգիներ։ Աստված ինքը պետք է մեզ դարձի բերի եւ կշտացնի։ Զարմանալի չէ, որ Աստծո ժողովուրդը պետք է կուշտ լինի իր Տիրոջ բարիքներից։ Ահա անխառն բարություն, անսահմանափակ առատաձեռնություն, աննկատ ողորմություն, անփոփոխ սեր, անվերապահ բարեհաճություն։ Եթե Աստծո բարությունը մեզ չի բավարարում, ապա ի՞նչը։ Ինչ, մենք դեռ տրտնջում ենք։ Ուրեմն անկասկած, մեր մեջ կա չար ցանկություն, եթե Աստծո բարիքները այն չի բավարարում։ Տեր, ես կշտացած եմ, օրհնյալ լինի քո անունը։